451 թվականին Ամառայրի դաշտին մեջ տեղի ունեցած պատերազմը հայոց պատմության մեջ ծանոթ որպես Ամառայրի ճակատամարտ քրիստոնյա հայու ինքնության վերահաստատման ու ամրապնդման, ինչպես նաև որպես հայ ազգ ազատորեն ապրելու ու ստեղծագործելու վճռականության պատերազմներ։ 451 թվականի Ամառայրի ճակատամարտը տեղի ունեցավ բասն հավատով և բասն հայրենյաց նշանաբանով, իդեալով, գաղափարախոսությամբ և գիտագից անձնարությամբ ու նահատակությամբ։ 451 թվականի Ամառայրի պատերազմը մղվեցավ Վարդանի սուրով և Ղևոնդ երեցի խաչով։ Ամառայրի դաշտին վրա եկեղեցի ու հայրենիք, հավատք ու պետություն, իրարու հետ սերտորեն շաղախված մղեցին հայ ժողովրդի գոյության, հավերժության պատերազմը։ Եվ այսպես, Վարդանանց պատերազմով ներշնչված, Վարդանանց ու Ղևոնդյանց հավատքով բրգված և ազատորեն ապրելու հայ ժողովրդին հավաքական կամքով բրգված տեղի ունեցան մեր պատմության բոլոր ժամանակներու հայտնի թե անհայտ պատերազմներ, բասն հավատով ու բասն հայրենյաց։ Այս հավատքի թավարանքը ու ազգային գաղափարախոսական սկզբունքը դարձավ կենդանի բնապան և ուղեցույց մեր ժողովրդի թարավոր տագնապալից պատմության։ 451 թվականին Ամառայրի ճակատամարտի ոգին ու տեսլականը, հավատք ու գիտակից նահատակությունը կամար գաբեց մեր ժողովրդի կյանքին բերել և մեր ժողովուրդը առաջնորդեց դեպի հավատքի բրգում ու հավատարմություն և ազգային իդեալներու ու սրբազան նպատակներու համար գրվելու ու անուն թափելու գիտակից հանձնամություն։ Արդարորեն ըսված է, թե Վարդանանց պատերազմը կշարունակվի։ Այո, կշարունակվի։ Այսօր Ամառայրի դաշտը ընդարձակված է, անցյալը հիշել չի նշանակել միայն
Համիններ ընպրնումով հիշել ու անցնիլ։ Անցյալը հիշել կնշանակ է, անցյալը ապրիլ իր դակտամով, հավատքով, ոգիով ու դեսլագանով։ Անցյալը հիշել կնշանակ է, անցյալը հիշեցնել իր դեսլագանով ու պատկամով։ Վայ այն ժողովուրդին, որ անցյալը կնկատե անցած, անցած իր ոգիով, հավատքով, դեսլագանով, համստարությամբ, վայ այն ժողովուրդին, որ անցյալեն եկով, և մեր սուրբերուն աղոտքով, նահատակներու արյունով շարախված, մեր խորհրդանիշները, իդեալները, դեսլագանները, մեր ազգին հավատքը գպահե փոշիներուն տակ ծածկված, ազգը գաբրի ու գքոյադևե իր սրբազան հավատքով, իր ազգային վեհ իդեալներով և իր ազգագերտ ու հայրենագերտ խորհրդանիշներով։ Այսօր Վարդանանց ու Ղևոնդյանց հիշատակը նշել մեր ժողովրդին համար ի Հայաստան և սփյուռս աշխարհի կնշանակ է հավատարիմ գտնվել Վարդաններու ու Ղևոնդներու սրբազան գետակին, որևէ ժամանակ է ավելի այսօր մեր ազգը հրամայական գաղիքը ունի նոր իմն Վարդաններու ու Ղևոնդ երեցներու, որոնք սուրով ու խաչով, անխոսքով, հավատքով, հայրենիքին համար գրվելու կամքով Հայաստանը ու մեր ժողովուրդը ամեն բանևեր նկատող մեր հավաքական կամքով գրվելու ու արյուն թափելու սրբազան նախանցախնդրությամբ այսպես եղավ Վարդանանք ու Ղևոնդյանք։ Այսօր այս է պատկամը Ղևոնդներու ու Վարդաններու։ Ապրիլ, գործել, ստեղծագործել, վասն հավատով, վասն հայրենյաց, այժմ և միշտ և ավիտյանս ավիտենից ամեն։